Արդեն գրել եք էլի ստատուսը։ Գրել եմ։ Իշխանական Վիլեն Գաբրիելյանն այսօր առավոտյան է գրել, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Տեքստը հրապարակել է Facebook-ում, հետո ջնջել է, նորից է հրապարակել խմբագրված, հավանաբար ճոճվել է միտքը։ Վիլեն Գաբրիելյանը հեռացրել է այն նախադասությունը, որում պնդում է, թե միշտ է տիրապետել քաղաքական պատասխանատվություն կրելու կամքին եւ վճռականությանը, ձեռք չի տվել այն ձևակերպմանը, համաձայն որի Կիրակի Գյումրիում ինքը պատգամավորին ոչ վայել վարք է դրսևորել։ Ով շահ հրապարակի է, իրա բերանը լսար։ Մարտի 30-ի տիմ ընտրություններից հետո էր Վիլեն Գաբրիելյանը ոչ սթափ վիճակում կուսակցական գրասենյակի մոտ վիճել լրագրողների հետ, հայհոյել նրանց։ Ասում են, որ SMS եք ստացել Փաշինյանից։ Իրեն ստիպել են վայր դնել մանդատը, թե ինքնակամ է հրաժարվում անձեռնմխելիությունից։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցությամբ։ Նորմալ մարդ, խելամիտ մարդ, պետք է ինքնուրույն չկայացներ այդ որոշումը։ Մամուլում տեղեկություններ կան, թե Գաբրիելյանի անսթափ վարքը լավ էլ ներվել է։ Փաշինյանը նրան չի ներել մի քանի կոնկրետ հայտարարության համար։ Ոչ մի մեկնաբան Գաբրիելյանն ասել էր, որ չի տխրի, եթե Գյումրիում պարտվի ՔՊԱ-ական թեկնածուն Սարիկ Մինասյանը։ Ուրախան եմ անգամ։ Հայտարարել էր նաև, թե 2026-ին իշխանությունը Հայաստանում փոխվելու է, ըստ էության խոստովանելով, որ ՔՊ-ում գիտակցում են, իրենց աթոռ նոր օրի խալխլվում է, ուժը կորցնում է, պողպատ է մանդատը։ Ժողովուրդ ջան, ասել եմ, պրծել եմ, բան չկա խոսալու։ Գրելիքն էլ գրել է, ինքն առաջադրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ դառնալու համար։ Սկանդալների մեջ ընկած պատգամավորական մանդատը վայր դրած Գաբրիելյանի համար ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը ունի առողջացման լրջագույն կարիք։ Նավակ ճոճողանունով հայտնի Գաբրիելյանն ուզում է ՔՊ վարչության անդամ դառնալ, որ իրավիճակ ճոճի կուսակցությունում։ Կուսակցապետը դա թույլ կտա։ Խորհրդարանական ընդդիմությունը գիտի, Հայաստանի վարչապետը կների ամեն ինչ, բացի ինքնուրույնության, թեկուզ փոքրիկ արկայծումները։ Չի հանդուրժվում, կանխատեսում, որ իշխանությունը կարող է կորցնել ՔՊ-ն։ Քրիստինե Վարդանյանի խոսքով, եթե ՔՊ-ում կարևոր համարային վարքականոնները, վաղուց պատգամավորական մանդատը վայր դրած կլիներ օրենսդիրի նախագահ Ալեն Սիմոնյանը, քաղաքացու երեսին թքելու համար։ Մանդատազուրկ կլիներ Քրիստինե Պողոսյանը, որ 2 անգամ հարվածել է 5-րդ ալիքի խոսափողին, հետո սպառնացել լրագրողին։ Խորհրդարանի շենք մտնել չէր կարողանա ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, որ մի թեկնածու Էդգար Ղազարյանին սպառնում էր լեզու ու ականջ կտրել։ Մաքրեք ձեր շրթունքները։ Անմանդատ կմնար կին լրագրողին թիրախավորած իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Կարծիքով բուլինգի է կենթարկում լրագրողները։ Այս դեպքերից որևէ մեկով անգամ էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել։ Ձեզ ասում են Ադրբեջանը Թուրքանը։ ՔՊԱ-ականները չեն քննարկել անգամ ներողություն խնդրելու հարցը։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը չի հավատում Վիլեն Գաբրիելյանի մանդատազրկման պաշտոնական վարկածին։ Լավ է, եթե լրագրողին խոչընդոտելու այդպիսի վարք դրսևորելուց հետո պատասխանությունը զգացել են։ Արցախը հանձնելուց հետո չեն զգացել, Տավուշում զորքեր միակողմանի ետ քաշելուց հետո չեն զգացել։ Ընդդիմադիրները չեն բացառում նաև, որ Փաշինյանը իշխանությունը պահելու համար որոշել է թիմակիցներին մատաղանել, դատում են բոլորին շոուն բեմադրելու համար։ Արփիս Քեսյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։